Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստաց։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքելի մնես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ 2025-ի դատական տարեգրության առանցքում ոչ թե քաղաքական գործիչներն էին, այլ հոգևորականները։ Տարվա ընթացքում դատարանում մտան ինչպես Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների, այնպես էլ Միքայել Սրբազանի գործերը։ Ես ոչ մի հանձնարարակ այս աշխարհում եւ այս երկրի դիմաց եւ այս պետության առջեւ չեմ արել։ Այս վարույթները տարբերվում են նաեւ քննության ձեռագրով։ Օրինակ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով նիստերն ընթանում են ամենօրյա ռեժիմով։ Նախնական դատալսումները մեկնարկեցին օգոստոսի 7-ին, իսկ հոկտեմբերի 3-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանն արդեն հրապարակեց վճիռը։ Այս ողջ ընթացքում Միքայել Սրբազանը գտնվում էր կալանքի տակ։ Եկեղեցական ասպարեզ դրելով հակադրվել եմ սովետական հսկայական կայսրության։ Բայց սովետական կայսրությունը այս սխալը չի գործել, ինչ չի դատապարտել։ Ermənistan vətəndaşı Ruben Vardanyan, Azərbaycan 2025-ն առանձնացավ նաև հարևան երկրում հայ գերիների նկատմամբ դատավարություններով։ Ավարտական փուլին մոտեցավ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը։ Բաքվի դատարանում դատախազը նրանցից 5-ի համար պահանջեց ցմահ, մյուսներին 20 տարվա ազատազրկում։ Տարբերակումը պայմանավորված էր տարիքային ցենզով։ Արցախի ղեկավարներից մի քանիսի տարիքն անցնում էր 65-ը, իսկ ադրբեջանական օրենսդրությամբ նման դեպքերում ցմահ ազատազրկում չի կիրառվում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում պահվող այլ անձանց գործերն առանձին վարույթներով են քննվում։ Ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք ու ձեզ ոչ ոք թույլ չի տալու, որպեսզի դուք Հայաստանում վերստին վերադարձնեք օլիգարխիայի իշխանությունը։ Վերընկեք տեղներդ։ Ես երկու հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լյուբլյանկայում են կտրել։ FSB-ի շտաբ կվարտիրայում, որը գտնվում է Մոսկվայում։ Անցնող տարում զրպարտության եւ վիրավորանքի հայցերի պակաս չկար։ Մեծահարուստները դատի էին տալիս պաշտոնյաներին, պաշտոնյաները լրագրողներին եւ հակառակը։ Դատական էստաֆետը բացեց Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Նա տարվա այն գործարարն է, որն ամենաշատ թվով պաշտոնյաների է դատի տվել։ Ընդհանուր առմամբ Կարապետյանը զրպարտության կամ վիրավորանքի հիմքով հայց է ներկայացրել 21 անձի դեմ, այդ թվում ԿՊԱ-ական նախարար Արսեն Թորոսյանի, պատգամավոր Հայկ Կոնջորյանի եւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի։ Ով որդվին ինչքան ինչ է թալանել յուրացրել է։ Սամվել Կարապետյանին չի զիջում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա պահպանում է լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ ամենաշատ հայցեր ներկայացած պաշտոնյայի կարգավիճակը։ Նույն տարում նաև Նիկոլ Փաշինյանը դատական հայց ներկայացրեց հրապարակ օրաթերթի դեմ։ Փաշինյանին իր հերթին դատի տվեց Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր անվանելու համար։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ 2025-ին առաջին ատյանում հանգուցալուծվեց 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրայերթի գործը։ Դատարանը վարչապետի Ավտոշարեսյան ղեկավար Արամ Նավասարդյանին դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման, նույնքան ժամանակով զրկելով մեքենա վարելու իրավունքից։ Ուշագրավ է, որ դատանը չփոխեց մեղադրյալի խափանման միջոցը եւ չարգելեց մեքենա վարել մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Արդյունքում Նավասարդյանը ոչ միայն ազատության մեջ է, այլ շարունակում է աշխատել համակարգում։ Ինչ ես կպնում արի աղջիկա։ Ինչ ասում ես դե չեք անում, լսում ես։ Հասկանում ես ինչ դժվարություն է, դու սկի մարդկային հոգեվարություն ունես այ 2025-ին ավարտվեց շուրջ 30-ամյա քրեական մի պատմություն։ ՑՄ դատապարտյալ 50-ամյա Մեհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց։ Ենոքյանը մահապատժի էր դատապարտվել 1996-ին 21 տարեկանում համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության մեղադրանքով։ Նույն գործով մեղադրվող Արամ Հարությունյանը ժամանակին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ 2003-ին Հայաստանում մահապատժի վերացումից հետո Ենոքյանի պատիժը փոխարինվել էր ՑՄԱ բանտարկությամբ։ 2022-ից նա պատիժը կրում էր բաց ռեժիմով։ Երբ դատավճիռը կարդաց դատավորը Զինավար Ղուկասյանը, արտաքնապես ես հանգիստ էի, բայց ինչ էր կատարվում իմ մեջ, նույնիսկ գրքերից մեջ չկարողացա արտահայտել, այսինքն չստացվեց նույնիսկ գրի միջոցով փոխանցել։
6 տարվա դատական քաշքշուկից հետո 2025-ին հրապարակվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դատավճիռը։ Քաղաքապետը, որը նաև ընդդիմադիր խմբակցությունների վարչապետի թեկնածուն է, դատապարտվեց ավելի քան 6 տարվա ազատազրկման։ Մեղադրանքը վերաբերում էր 2018-ի ապրիլի 22-ին ցուցարարների վրա հարձակմանը եւ Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններին։ Վճռի հրապարակման պահին Համբարձումյանն արտերկրում էր, սակայն վերադառնալուն պես վերցվեց արգելանքի։ 2025-ն առանցքային էր Արցախի 44-օրյա պատերազմին առնչվող դատական գործերի համար։ 2025-ին մեկնարկեց նաև 44-օրյա պատերազմում բանակային հակահարվածի ձախողման գործը, որով անցնում է Պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանի որդին Արթուր Օհանյանը։ Ավարտվեց Ցորի D20 դիվիզիոնի գործով անցնող ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, ինչպես նաև ջրականի ուսումնական գումարտակի զինծառայողների դատավարությունը։ Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման, իսկ ջրականի ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը 16 տարվա։ Սառը քարից են կարոտները սառը։ Իշխան Վահանյանից շատ ավելի մեղավոր մարդիկ կան այժմ սկսված մեր ներկայիս իշխանությունից, ով գլխավոր պատասխանատուն ու մեղավորն է։ Հիմա մենք ոնց ապրենք ու ոչ մեկ պատասխան չտալիս։ Իրանց աշխատավարձի համար, իրանց ընտանիքը ֆայլով են, մեզի պես մարդկանց կործանում են, բայց իրանց շանորն են ընկներում, որովհետև դերերն աստված կա։ Շնորհակալություն։ 2025-ի դատական քրոնիկոնը եզրափակում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց նա հայտնվեց կաշառքի գործով քրեական վարույթի կենտրոնում։ Այնուհետև հակակոռուպցիոն դատարանում հորը միացավ որդին, դատավարության ընթացքում մեղադրողի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Մենք կոտրող չենք կոտրվում, բաբական, դավայ, ազատություն